Աստված իր խոսքը ամենից վերաբարձրացրել։ Ես եկել եմ այն գիտակցության, Սուրբ Հոգին լուսավորում է իմ կույր աչքերը, երկրի վրա զորավոր մարդ գոյություն չունի։ Մենք շատ դեպքում զորավոր մարդ ենք ման գալիս, որ զորավոր մարդ աղոթի։ Երկրի վրա զորավոր մարդ չկա, բոլորը ունայնությունից թեթև են ասում է Սուրբ Գիրքը։ Սաղմոս 39:5-ում, որ չափ հաստատվեց դարձյալ ունայնից։ Մարդի մեջ զորավոր է Աստծո խոսքը, ում մեջ Աստծո խոսքը փառավորվում է, ում մեջ Աստծո խոսքը թագավորում է, ում մեջ Աստծո իշխանությունը կա, նա հոգով զորավոր մարդ է։ Այսօր պետք է մենք ընկնենք իր ոտերը, ողբանք ու ասենք Տեր, ներիր։ Խնդրեմ Ասափի Սաղմոսը բոլորդ կարդացել եք, գրագետ մարդիկ կարդացել եք Սաղմոս Ասափին։ Ասափ ասում էր քիչ մնա ոտքերս ծրվեր, բայց երբ որ Տիրոջ սրբարանը մտա, այսօր շատ մարդիկ աղոթել չեն սովորել, աղոթելով են Աստծո մարդ դառնում, ներքին սենյակ մտիր, դուռդ գոցի, Աստված հայտնապես կխոսի քո հոգու հետ, միակ տեղն ա գրված, աղոթել սովորիր, խնդրիր, որ սուրբ սիրտ Աստված քեզ, գոտրած ու խոնար հոգի տա քեզ, որ դու այդ հոգով փնտրես իրան, գտնես իրան, թակես իրան, բացվի ինքը, մտնես իրա մեջ, ապրես իրա մեջ, այն էլ հավիտյան, փառավորվի նրան։